Ալիևը նոր ու հետաքրքիր հայտարարություններ է արել, ինչ Երևանն ու Բաքուն կնքել են պայմանագիր, որը նախաստորագրությամբ էր, ինչպես ասվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, այդ օրվանից ի վեր բոլորի գլխում խառը մտքեր են։ Ինչ է կատարվում։ Հիմա Հայաստանը տրամադրել է արդյոք միջանցք, թե ոչ։ Ալիևն ավելի բաց ու անկեղծ է եղել այսօր և խոսել դրա մասին։ Բաքուն մանրամասներ է հայտնել ավելի վաղ Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և խորհրդարանի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդիպման վերաբերյալ։ Ըստ ադրբեջանական կողմի, Կոշտան և ֆոն դեր Լեյենը շնորհավորել են Ալիևին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված հաջողությունների համար։ Նրանք նաև հույս են հայտնել, որ դա կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղությանը։ Եվ խորհրդի նախագահն ու Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել են խաղաղությանն աջակցելու իրենց շարունակական ջանքերը։ Նրանք նաև նշել են, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր ոլորտ է Եվրամիության համար։ Հանդիպման ժամանակ նաև անդրադարձել են Ադրբեջանի դերին և ԵՄ էներգետիկ անվտանգության մեջ, նշելով, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև 2022 թվականին կնքված ռազմական էներգետիկ գործընկերության համաձայնագրի համաձայն աճել է ադրբեջանական գազի եվրոպական շուկա արտահանման ծավալը։ Ալիևը նշել է, որ խաղաղության օրակարգի հետ կապված ձեռքբերումները պատմական նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի համար։ Նա ասել է, որ և Երևանը, և Բաքուն ադապտացվել են խաղաղ պայմաններում, խաղաղ կյանքին, հավելելով, որ ադրբեջանական կողմը կշարունակի խաղաղության օրակարգն առաջ մղելու ջանքերը։ Ալիևն ասել է, որ դա կարևոր ներդրում է ԵՄ էներգետիկ անվտանգության գործում, նշելով Ադրբեջանի դերը միջին միջանցքի զարգացման գործում։ Ադրբեջանի ղեկավարը խոսել է երկրում տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Նա նշել է, որ Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի միջոցով բեռնափոխադրումների ծավալն այժմ աճում է։